հուսալուցել են, սա մոտ են, ասել են լավ, եկավ, հետո խոսում։ Երեկվա միջադեպի հետ կապված ամեն դեպքում միշտ այսպիսի պահվածք Փաշինյանից եք տեսել ազգային ժողովում, երբ սպառնալիքներ էր հնչում, բարձր ձայն, վիրավորանքներ եւ այլն, ինչով եք պայմանավորվում, որ այս անգամ օրինակ Հակոբ Արշակյանը ում ձայնը չենք լսում գրեթե կամ ցածր բացարձակում ենք լսում, կարողանում նա հայտարարություններ անել, ասել թե հայերեն տեղայնացնում հենց ամբիոնից ստեղ ինչ-որ միտում տեսնում եք քաղաքական առումով։ Իհարկե, ոչ միայն միտում կա, այստեղ իմ կարծիքով հրահանգ կա, արդեն ապացուցված է, որ նրանք WhatsApp-ի խումբ ունեն, այնտեղ հաղորդագրություններ են ստանում, դրանցով են ուղղորդում իրենց գործողությունները։ Ազգային ժողովում այս վերջին օրերին ստեղծված լարվածության հեղինակ ինքը Նիկոլ Փաշինյանն է, իր ակնհայտ անհավասարակշիռ եւ հանրային ծառայողին ոչ պատշաճ վարքագծով, ընդ որում միտեղ որտեղ ինքը եկել էր հաշվետվության, այսինքն մեր երկրում հիմնական իշխանությունը, որը ընտրություններով ձևավորված, դա ազգային ժողովն է։ Այսինքն վարչապետը ազգային ժողով գալիս է հաշվետվության նպատակով եւ ինքը այդ օրը ազգային ժողովի նիստերի դալիճում էր հաշվետվության համար։ Հարց ու պատասխանը կանոնակարգով նախատեսված դա ազգային ժողովի արչեւ կառավարության հաշվետվողականության ինստիտուտի մի դրսևորում է։ Այսինքն ոնց որ գնաց քո ղեկավարի մոտ հաշվետվություն ներկայացնելու ու սկսես ղեկավարիդ վիրավորել, անպատվել, գոռգոռալ եւ այլն Դեսպան չի կարալնի, ու ազգային ժողովի նախագահը փոխարենը հանդարտեսնի, այսինքն կարգի հրավիրի ազգային ժողովի պատգամավորների հանդեպ անհարգալից վերաբերմունք ցուցաբերող պաշտոնյային, հակառակը մի հատ ինքն է դա հրահրում, ինքը ասում է հաջորդ օրն ասում է, որ պետքա պատգամավորները ներողություն խնդրեն վարչապետից, ինչա թե իրանք հարցեր են տալի, վարչապետը չի կարողանում իրան տիրապետի բան։ Իսկ սա մեր երկրում է, սա նաև սահմանադրական կարգի տապալման, անառողջ մթնոլորտի ձևավորման ապացույցն է։ Այդ ամեն ինչի հեղինակը Նիկոլ Փաշինյանն է։ Հիմա ինքը քանի որ դա հրահրել է այդ լարվածությունը, հիմա նաև հրահանգավորել է պատգամավորներին, որպեսզի իրենք լրացուցիչ իրենց պահվածքով փորձեն այդպիսի տեմպ, բայց դա ակնհայտ վերածվել է արդեն ուղղակի սովորական խուլիգանության, որը ոչ մի պարագայում որևէ պետական մարմնի բնորոշ է, այսինքն թե ինչպիսին պետք է լինի ազգային ժողովի պատգամավորը, նաև մենք օրենք ունենք ազգային ժողովի պատգամավորի կարգավիճակի գործունեության կանոնավորման մասին եւ կանոնակարգն է պարտադրում նրանց գործել էթիկայի նորմերի շրջանակները։ Հիմա իրանք ցած խուլիգանության, անտակտության, անդաստիարակության ինչ-որ մի հատ մրցույթ ոնց որ լինի, մեկը մեկին փորձի գերազանցել։ Երեք տեսեք մարդու պաշտպանն էլ ասաց, որ պետք է էթիկայի հանձնաժողով ստեղծվի, քանի որ արդեն անթույլատրելի է այն ամենը, ինչ կատարվում է ազգային ժողովում։ Կարծում որ մարդու իրավունքների պաշտպանը պետք է իր պաշտպանը։ Պարոն Աղազարյան, չեք միանում ակցիային։ Դուք impeachment-ին ասել եք, չէ՞ որ մայրցանից միանալու եք, պարոն Ղազարյան։ Պարոն Ղազարյանն էստեղ է։ Հետևում ենք պարոն Ղազարյանի եւ պարոն Մայրյանի առաջարկությանը մենք Պարոն Ղազարյանը չեք կարծում։ Ընդհանուր քննարկումներ եք ունեցել։ Ընդհանուր քննարկումներ եք պարոն Ղազարյան։ Չէ, այդպես առանձին մեր նախաձեռնությունից հետո հանդիպում չէ, պարզապես ես պարոն Աղազարյանի ասելուց հասկացա, որ իրենք ոչ թե միացել են, այլ այդ գաղափարը համարել են ընդունելի եւ որպես պատգամավոր պատրաստում են նախաձեռնություն իրականացնել, ինչը որ գովելի է։ Պարոն Ղազարյան, ասպարեզներում ձախողումների մասին բազմաթիվ բարձրաձայնումներ են լինում իշխանությունների կողմից։ Հիմա հերթական դրվագը արտահանողների խնդիրն է, երևի հետևում եք, ես որպես նաև ձեզ դեսպան եմ դիմում այս պահին, ում դաշտում է խնդրի լուծումը, եթե հայ արտադրողը, հայ արտահանողը, բեռնափոխադրողը չի կարողանում Վրաստան ապրանք արտահանել։ Չէ, դե ոնց չի կարողանում, բա մենք հիմա խաղաղության խաշմերուկ ունենք, խաղաղության խաշմերուկի բուկլետ կա, այդ բուկլետը Նազելի Բաղդասարյանը անխնակերպով բաժանում է, այդ բուկլետից արդեն Չինաստանի փոխվարչապետին էլ են տվել, շատ երկրների ղեկավարներ այդ բուկլետից ունեն, դուք ասում եք Ռուսաստան, բայց Պուտինին էլ են տվել այդ բուկլետից։ Վրացիները չեն թողնում, ասում են նմուշարում են անում։ Բուկլետը արդեն խաղաղության խաշմերուկի տպած է, լամինացված, սիրուն, բաժանել են բոլորին, դուք ասում եք
հայ արտահանողները ոնց կարան խնդիր ունենան, եթե հայ-վրացական հարաբերություններում այսօր ամեն ինչ չի, որ հարթ է, որ այսպիսի խնդիրների է բախվում։ Երրորդ, երկրորդ տարանցում կատարող Հայաստանի Հանրապետության դա ոչ միայն տարանցիկ խնդիրներ են, ամեր արտահանողները լուրջ խնդիրների են բախվում եւ առաջիկայում բախվելու են նաեւ տարբեր ուղղություններով։ Նայեք, Միացյալ Նահանգները կիրառեց լրացուցիչ մաքսատուրք, ինչը որ առանց այդ ոչ մեծ ծավալի ապրանքների արտահանման իմաստով խնդիրներ առաջանալու։ Ադրբեջանա-թուրքական հեղափոխությունից հետո Եվրոպական միությունը չեղարկել է GSP+ առևտրային ռեժիմը Հայաստանի հետ, ինչը որ ենթադրում է, որ հայկական ապրանքները մոտ 7000 անվանում ապրանքներ Եվրոպական միությունը արդեն արտահանվում են հավելյալ տուրք վճարելով, բացասաբար անդրադառնալով նրանց ինքնարժեքի վրա եւ դրանից հետո դեպի Եվրոմիություն հիմնական արտահանման նկատի ունեն պարենային վերամշակվող ապրանքների արտահանման ծավալները կտրուկ ընկել է մի քանի անգամ։ Խնդիրներ էին առաջանում Ռուսաստանի հետ տարբեր ապրանքների հետ կապված, հələ Ռուսաստանը ոնց որ թե դեռևս ավելի մեղմ վերաբերվում, բայց այդ Եվրաքվե նախաձեռնության արդյունքում ընդունված այդ դեկլարատիվ օրենքից հետո Ռուսաստանի եւ փոխվարչապետը եւ երկու փոխարտգործնախարարներ արդեն հայտարարել են, որ այդ օրենքի գործադրումը, իրականացումը լուրջ խնդիրներ առաջացնելու Հայաստան-ԵԱՏՄ հարաբերություններում, այսինքն դա իր հերթին է բացասաբար անդրադառնում։ Հնարավոր համարում եք, որ սա նաև դառնա շարժառիթ վրացական կողմի համար, որը հայտարարել, որ իրենք հետաձգում են ԵՄ-ի միանալու գործընթացը եւ գուցե այսպես ճակերտավոր ասած պատժում են Հայաստանին։ Չեմ կարծում, որ Վրաստանը Հայաստանի բարեկամ երկիր է եւ չեմ կարծում, որ իրենք հատուկ Հայաստանի հանդեպ ընդգծված բացասական քաղաքականություն վարեն, այլ բան է, որ այդ քաղաքականությունը կարող է պայմանավորված լինի մեր իշխանությունների անգործությամբ։ Տեսեք, ընդամենը մի քանի օր առաջ էր Վրաստանի նախագահը պաշտոնական այցով գտնվում Հայաստանում եւ պարզա, եթե այդպիսի խնդիրներ են առաջացել, այդ խնդիրները մեկ պահում չեն առաջանում, չէ՞, դրանք որոշակի նախապատմությունն են։ Իսկ պաշտոնական այցերը հենց դրա համար են, որպեսզի այդպիսի խնդիրները բարձրացնեն, քննարկվեն, դրան շուրջ ձեռքբերվեն պայմանավորվածություններ։ Իսկ մենք պաշտոնական հաղորդագրությունների մեջ չենք տեսել, որ Հայաստանի եւ Վրաստանի միջեւ որևէ համաձայնագիր կնքված լինի կամ այդ ոլորտում որոշակի խնդիրներ քննարկման եւ լուծում ստանան։ Այսինքն, եթե խնդիրները առաջանում են, անգամ միջպետական հարաբերություններում դրանք լուծումներ չեն ստանում։ Դա իշխանությունների անգործության հետևանք է եւ ես չեմ կարծում, որ դա Վրաստանի իշխանությունը Հայաստանի եւ հայ ժողովրդի հանդեպ ընդգծված որևէ բացասական քայլ կարող անի։ Ես դա գործնականում բացառում եմ։ Պարոն Ղազարյան, նաև մեկ առաջարկ էիք արել նախորդ անգամ, ասում եք պետք է Վահագն Ալեքսանյանին հրավիրեք սրճարան կամ ինքնից հրավիրը առաջարկել եք։ Դեռ չեմ ներկայացրել, ճիշտ ասած հիմա Վահագն Ալեքսանյանը ուրիշ գործերով ազգային ժողովում ծանրաբեռված նայում եմ, հետևում եմ էլ, հիմա այս ինքը ասենք մարդ են ծեծում, կռիվ են անում, բա հիմա այս լարված մթնոլորտի մեջ ասեմ, արի գնանք հաց ուտենք, չգիտեմ, հարց քննարկենք, իսկ մա տեղին չի։ Թող մի քիչ հանգստանա, բանանի, պետք է դրա ժամանակը գա, ինքը այդ հանդիպումից խուսափել չի։ Ընդհանրապես այս պատգամավորները այս ձևով այս հանդիպումից ակնհայտ է, չես նկատում եմ, որ խուսափում են ակնհայտը, չեն կարող խուսափեն, փոքր երկիր է եւ իրանք պարտավոր են առերեսվել, մանավանդ որ ես իրանք որևէ անձնական հարցով չեմ դիմում, այսինքն այն հարցերը, որոնք ես բարձրացնում եմ, դրանք ինչ չի, որ հետաքրում է միայն, ես կարծում եմ, որ դրա այդ հարցերին շատ մարդկանց է հետաքրում, ու եթե մենք հանկարծ շատ մարդով գանք Վահագն Ալեքսանյանի կամ մյուսների հետ հանդիպման, կարող է հաց ուտելու ժամանակ չմնա։ Պարոն Ղազարյան, ասում են այնտեղ սպասում են հացը։ Շնորհակալություն։ Այլ ասելիք չունեք, պարոն Ղազարյան։ Ձեր դատական գործից էլ մի երկու բան ասեք, ուր հասակ։ Երեք դատական նիստներ, ավարտվեց ելույթի փուլը, նաև վկայի հարցաքննությունը, շատ հետաքրքիր է, դա իջալոց այդ գործը ընդամենը մի վկա ունի, նա էլ հենց նույն մարդն է, ով հաղորդում էր ներկայացել հանցագործության, բայց ինքը ասաց, որ հանցագործության մասին է, բայց իր գրած նամակը ուղղակի այդպես մտորումներ էր, որ կիսվել էր գլխավոր դատախազի հետ, բայց ասաց, որ դա եղել է հաղորդում հանցագործության մասին, եւ ճիշտ ասած շատ հակասական ցուցմունքներ էր տալի իր գործունեության հետ կապված, այդ հաղորդման բովանդակության հետ կապված,
Մենք հիմա հաջորդ փուլում կլսենք ապացույցները, որոնք ներկայացնում, այնտեղ ապացույցեր չկա այդ գործում, ընդամենը իմ ելույթներն են, ոնց որ ասենք հիմա ես այսօր ելույթ եմ ունենում, հետո այդ ելույթը դնեն նայեն, ասեն, էսի ապացույց է, այսինքն ինչի՞ն է, ելույթ է։ Հիմա ելույթը հնչել է, հիմա իրանք պիտի ապացուցեն, թե այդ ելույթի արծարծված մտքերը որքանով են անձնական վիրավորանք արատավորող տեղեկություն հանդիսանում այս կամ այն դատավորի հասցեին, որ ոչ մի դատավոր նման անհանգստություն չի հայտնել։ Շատ տարօրինակ է ինքը իր բովանդակությունը։ Շնորհակալ կներեք։